Բարի երեկո, այսօր մենք ենք հենց այստեղ հաղորդումը, որտեղ խոսելու եմ բոլոր այն գաղտնի գիտությունների մասին, որոնք են էզոտերիկան, նումերոլոգիան, նույն ինքը թվային հոգեբանությունը, ալխիմիան, աստղագիտությունը, որը բացահայտում է մարդու գիտակցությունը, նրա բացասական դրական կողմերը, տաղանդները եւ այն հնարավորությունները, որոնցով որ մարդը գալիս է այս աշխարհ։ Ինչպես նշեցի իմ նախորդ հաղորդման ժամանակ, խոսելու եմ բոլոր այն մարդկանցից, ովքեր ծնվել են 1 թվի տակ, 1, 10, 19 եւ 28։ Առաջին հայացքից թվում է, որ բոլոր էներգիաները նման են իրար, բայց ոչ։ Այս էներգիաները շատ տարբեր են ու տարբերությունը հենց կայանում է նրանում, որ արդեն 1-ից սկսած 10, 19 եւ 28 ունեն տարբեր էներգիաներ։ Հատկապես 28 թիվը, որտեղ էներգիան նման չի 1-ին, այսինքն այստեղ կա 2 եւ կա 8։ Իսկ հիմա խոսելու եմ մեկերից։ Ովքեր են մեկերը։ Նախ սկսենք նրանից, որ մեկը դա առաջնորդի էներգիա է, այսինքն այս մարդիկ համարվում են բնական առաջնորդներ, ովքեր որ ծնված օրվանից իրենց ծննդյան թվի մեջ ունեն դրված այս բնավորության գիծը եւ այս տեսակ մարդիկ, ովքեր որ ծնվել են 1, 10, 19, 28 թվերի տակ, նրանք կյանքում չեն լսում ոչ մեկի, չեն ենթարկվում։ Այս մարդիկ որոշումներ են կայացնում ինքնուրույն եւ նրանց համար գոյություն չունի ուրիշ կարծիք, գոյություն ունի մի կարծիք, դա նրանց կարծիքն է։ Դրա համար այս մարդիկ համարվում են այն մարդիկ, ովքեր որ ստեղծում են նորը եւ այս մարդիկ նաև կարողանում են ստեղծելով նորը տանել իրենց հետևից բոլոր այն մարդկանց, ովքեր որ կյանքում չեն կարողանում գտնել իրենց տեղը։ Նումերոլոգիայում մեկը համարվում է ստեղծագործ էներգիա։ Ինչ է նշանակում ստեղծագործ էներգիա։ Քանի որ մեկը առաջին թիվն է, այսինքն ամեն ինչ նորից, նոր տողից, մենք ունենք հնարավորություն, ես անցած իմ հաղորդումների ժամանակ խոսել եմ 2026 թվականից, որը որ գտնվում է մեկ էներգիայի տակ, սա նշանակում է, որ մենք հնարավորություն ունենք 9 տարի զբաղվելու նրանով, ինչով որ ուզում ենք, ապրելու ենք կյանքով, որով որ ուզում ենք, ու 2026 թվականը տալիս է մեզ այդ բոլոր հնարավորությունները, եւ այն մարդիկ, ովքեր ծնվել են 1, 10, 19 եւ 28 թվերի տակ, այս մարդիկ ունենալով լիդերի էներգիա կարողանում են մարդկանց ուղղորդել եւ ճիշտ ճանապարհի վրա դնել։ Ոնց բոլոր էներգիաները, այնպես էլ մեկերը ունեն իրենց բացասական կողմերը, ու այս մարդկանց բացասական կողմը դա այն է, որ այս մարդիկ շատ համառ են, նրանք ոչ մեկի չեն լսում։ Եթե անգամ լսում են, դա զուտ անում են քաղաքավարությունից ելնելով, որովհետև չեն ուզում նեղացնել դիմացինից։ Այս մարդիկ բնական էգոիստներ են, արդեն նշեցի, եւ ինչքան էլ դու փորձես այս մարդկանց համոզել, վիճել, ցույց տալ այլ ճանապարհներ, մեկը այս մարդը գնալու է այն ճանապարհով, որը որ ինքը գիտի, որը որ ինքը ընտրել է, ու շատ դեպքերում այս մարդիկ չեն սխալվում, մանավանդ բոլոր այն մարդիկ, ովքեր կրում են այս էներգիան, ժամանակի ընթացքում կարողանում են կրթվել, կարողանում են զարգանալ, ինչու՞ չէ նաև ուսումնասիրել նումերոլոգիա, այս մարդիկ կարողանում են ճիշտ ճանապարհներ փնտրել եւ անձնական հարաբերություններում եւ աշխատանքային հարաբերություններում միշտ հաջողություններ են ունենում։ Բայց այս մարդիկ նաև թերանում են շատ հարցերում, ու այդ թերություններից մեկն այն է, որ լինելով առաջնորդ, լինելով ինքնասածի, միշտ մտածում են, որ պետք է կյանքում ամեն ինչի հասնել մենակով։ Դա նրանց ամենամեծ սխալներից մեկն է, այս մարդիկ պետք է աշխատեն կոլեկտիվում, այսինքն պետք է հավաքեն իրենց շուրջ բոլոր այն մարդկանց, որոնք որ կիսում են նույն գաղափարը, այսինքն պետք է գտնեն այն մարդկանց, ովքեր որ իրենց պես ձգտում են լավացնելու կյանքը, աշխարհը, առօրյան։ Այդ իսկ պատճառով այս մարդկանց խորհուրդ է տրվում անպայման աշխատել կոլեկտիվում, լինել լիդեր եւ գտնել ամենադրական եւ ամենահարթ ճանապարհները էլ ավելի լավ ապրելու համար։
Ես արդեն նշեցի, որ այս մարդիկ իրենց ամբողջ դրական կողմերով ու ասեմ, որ այս մարդիկ իսկապես շատ դրական մարդիկ են, որովհետև սա արևի էներգիան է։ Ես ինքս նրանց ասում եմ արև մարդիկ, որովհետև դուք ինքներդ էլ եթե ունեք ձեր շրջապատում մարդիկ, ում ծննդյան թիվը սկսվում է 1-ով, կարա լինի 14, կարա լինի 15, երբ որ հայտնվում եք նրանց կողքին, ձեզ զգում եք պաշտպանված, ձեզ զգում եք հանգիստ, ձեզ զգում եք ավելի ապահով, որովհետև այստեղ գոյություն ունի տղամարդու էներգիա ու այս եւ կանայք եւ տղամարդիկ շատ ուժեղ են եւ կարողանում են ճիշտ ժամանակին ճիշտ որոշումներ կայացնել։ Բայց այս մարդիկ ունեն նաեւ շատ թերություններ ու այդ թերություններից մեկն է նա, որ չլսելով դիմացինի կարծիքը, չլսելով դիմացինի գաղափարները, երբեմն սխալվում են։ Մեկերը չեն տեսնում կողքեր, այսինքն նրանք միայն նկատում են առաջ, գնում են առաջ ու կապ չունի, որ այնտեղ կարան մահանան։ Միևնույն է, ես կգնամ առաջ, ես կհաղթեմ, ես հաղթող եմ, ես ծնվել եմ դրա համար ու իրենք ծնված օրվանից այս մարդկանց իրենց շրջապատում ասում են դրա մասին, որ իրենք լավ առաջնորդ են, որ իրենց հետ միշտ հանգիստ է, միշտ լսում են։ Ամենակարևոր բանը մեկերի համար դա նա է, որ այս մարդիկ պետք է աշխատեն կոլեկտիվում եւ լսեն նաեւ մյուս մարդկանց կարծիքը եւ այդ կարծիքը նրանց կօգնի նաեւ իրենց գործում։ Ու այս ամենադժվար բանը մարդկանց համար, ովքեր ծնվել են 1, 10, 19, 28 թվերի տակ, բայց ինչպես նշեցի ամենասկզբում, այս էներգիաները իրականում շատ տարբեր են։ Ավելի հանգիստ ու խաղաղ են մեկերը, ավելի էմոցիոնալ ու ինչ որ միտեղ չլսող ու շատ, ես կասեի, դրանք 10-երն են, ինչի համար, որովհետև ցանկացած թվի կողքը, երբ որ կա 0, սա խոսում է մարդու շատ էմոցիոնալ լինելու մասին ու հիմնականում այս տեսակը մարդիկ ամեն ինչ սկսում, գալիս հասնում են մի կետի ու նորից 0-յանում են, այսինքն իրենց մոտ անընդհատ կա այս վիճակը, այսինքն բարձրանում են, իջնում են ու այդ պատճառով հիմնականում կորցնում են կյանքում բոլոր այն հնարավորությունները, որոնք որ հիմնականում ստանում են իրենց այդ առաջնորդ լինելու շնորհիվ 19 թվի տակ ծնված մարդիկ այստեղ բացառապես գոյություն ունի տղամարդու էներգիա 1 եւ 9 համարվում են տղամարդու էներգիաներ ու այս մարդիկ ամենաչենթարկվողն են ես կասեի այս մարդկանց հետ այնքան դժվար է շփվելը այնքան դժվար է այս մարդկանց հետ լեզու գտնելը որ ավելի լավ է դու զբաղվես մեկ այլ գործով քան այս մարդկանց հետ բանակցես ու ինչ որ որոշման գաս եթե այս մարդիկ կարողանում են իրենց մեջ զարգացնել այդ լսելու ունակությունը, այսինքն կարողանում են մարդկանց լսել, այդ դեպքում նաև ունենում են շատ հաջողություններ։ Միակ ճանապարհը հաջողության եւ 19 թվի տակ ծնված մարդկանց համար եւ բոլոր մեկերի դա լսել դիմացինին, ընդունել դիմացինի գաղափարները, որովհետեւ մեկը ստեղծում է նորը, բայց միևնույն ժամանակ մեկը հաշվի չի առնում այն փաստը, որ կան նաև այլ էներգիաներ ու կան նաև այլ գաղափարներ։ Չլսելու փոխարեն դուք կարող եք վերցնել այդ մարդկանց գաղափարները եւ այլ ավելի մեծ արդյունք ստանալ եւ նաեւ հաճույք ստանալ ձեր արած գործից։ Դրա համար մեկերը պետքա անպայման աշխատեն կոլեկտիվում։ Դա վերաբերվում է նույնիսկ հարաբերությունների մեջ, որովհետև անգամ հարաբերությունների մեջ նրանք չեն լսում իրենց զուգընկերոջը ու հիմնականում մնում են մենակ, քանի որ մեկը լիդերի էներգիա է ու այս մարդիկ կարող են կյանքում մենակ ապրել ու մենակ ստեղծել, նրանք հենց այդ էգոյի պատճառով միշտ մնում են մենակ։ Ինչ անել մեկերին Էլ ավելի լսող դառնալու համար նախ լսեք ձեր դիմացինին ու կապ չունի դիմացինը ձեր զուգընկերն է, ձեր գործընկերն է, էական չի եւ ընդունեք այն բոլոր գաղափարները, որոնք որ ձեզ օգտակար կլինեն եւ անձնական եւ գործնական հարաբերություններում Ստեղծելով նորը, աշխատեք այդ նորը կիսել մյուս մարդկանց հետ, ներգրավեք ձեր գործում շատ մարդկանց, լսեք նրանց բոլոր խորհուրդները եւ փորձեք գտնել այն ամենակարևոր այդ ամեն ինչի մեջ, որը որ օգտակար կլինի եւ
ոչ միայն ձեզ, նաև այն մարդկանց, ում հետ որ դուք աշխատում եք։ Ու կապ չունի այստեղ խոսքը ինչի մասին է։ Ավելացնեմ մի շատ կարևոր բան մեկերի մասին, այս մարդիկ չեն կարող աշխատել ուրիշի ձեռքի տակ, այսինքն չեն կարող ենթարկվել։ Ու երբ որ դուք հանդիպում եք մարդու, ով կրում է այս էներգիան, ուրեմն հաշվի առեք մի շատ կարևոր փաստ, այս մարդիկ ձեզ երբեք չեն լսելու, այս մարդիկ ձեզ չեն ենթարկվելու, որովհետև նրանք արդեն ծնված օրվանից ունեն իրենց համակարգում առաջնորդ լինելու այդ գիծը։ Այս մարդիկ չպետք է աշխատեն ուրիշի ձեռքի տակ, պետք է լինեն ղեկավարող պաշտոններում ու կապ չունի, կարան ունենան սեփական խանութը, կարան ունենան սեփական տարածքը, որտեղ կվաճառեն օրինակ ծաղիկներ, իրանք պետք է լինեն իրենց գլխի տերը, այսինքն մեկը ով իրենց կուղորդի կամ ճանապարհ ցույց կտա, դա անիմաստ է, որովհետև սա լրիվ բնական լիդերի էներգիա է, այս մարդկանց հետ հնարավոր չի վիճել, այս մարդկանց հնարավոր չի որևէ հարցում համոզել եւ այս մարդիկ չեն լսում ոչ մեկի բացի իրենցից։ Այստեղ կա շատ էգո ու նորից եմ ասում, այս մարդիկ բնական էգոիստներ են, որովհետեւ կա բնական էգո եւ կա արհեստական էգո, իսկ բնական էգոիստ մարդիկ նրանք երբեք ոչ մեկի չեն լսում ու իրանք այնքան ուժեղ են, ունեն շատ ուժեղ էներգիա, որը որ իրանց թույլ է տալիս կյանքում քայլել մենակ եւ ունենալ շատ հաջողություններ։ Մենք խոսում էինք 19-ին տակ ծնված մարդկանցից, այստեղ ինչպես նշեցի, այս մարդիկ ունեն տղամարդու էներգիա, այսինքն 1/9 տղամարդու էներգիաներ են ու բնականաբար այս մարդիկ պետքա զբաղվեն միայն այն գործով, որտեղ որ իրենք կլինեն ղեկավարողը։ Իսկ ինչը վերաբերվում է 28 թվի տակ ծնված մարդկանց մասին, այստեղ ամեն ինչ ավելի ծանր է, որովհետև այստեղ կա երկու կանացի էներգիա ու այս մարդիկ ավելի էմոցիոնալ են, ես կասեի գերէմոցիոնալ եւ շատ ավելի փափուկ, ընդունակ են մանիպուլյացիայի եւ ցանկացած հարց լուծում են հենց այդ ճանապարհով։ Դե ինչպես այս մարդկանց զարգացնել մի փոքր կոշտություն եւ լինել ավելի համբերատար, ես կխոսեմ իմ հաջորդ հաղորդմանը։ Ինչ անել մեկերին ավելի լսող դառնալու համար։ Նախ պետքա այս մարդիկ աշխատեն կոլեկտիվ եւ լինեն շատ համբերատար։ Այս երևի ամենադժվար բանն է այս մարդկանց համար, որովհետեւ նորից եմ ասում, այս մարդիկ ծնվել են արևի հովանավորության տակ, այսինքն ունեն արևի էներգիան եւ տաքանում են ու բնականաբար այս մարդկանց հնարավոր չի կանգնեցնել։ Ու կապ չունի դա կլինի աշխատանքային հարաբերություններում, թե անձնական հարաբերություններում։ Դրա համար այս մարդկանց համար շատ կարևոր է զարգացնել համբերությունը եւ լսել ուրիշներին։ Մեկերը դրանք են մարդիկ են, ովքեր որ կրում են ամենաառաջին թիվը, այսինքն ամենաառաջին էներգիան ու այստեղ մեկին ավելի բարի եւ ավելի լսող դառնալու համար հարկավոր է գալ երկուսի, ավելի մասշտաբային մտածելու համար պետք է լինել բնականաբար 3, ավելի կրեատիվ հասնել 4-ի, լինել ազատ, այսինքն դուրս գալ այն ստանդարտներից, որոնք որ իրենք ստեղծում են ժամանակի ընթացքում իրենց համար եւ լինել շատ սիրառատ ու համեմատաբար ավելի քնքուշ, բնականաբար պետքա գալ 6-ի եւ դուրս գալ այն ճգնաժամից, որ երբեմն իրենք չեն կարողանում լսել դիմացինին ու այդ պատճառով ունենում են խնդիրներ, դրա համար պետք է իրենց մեջ զարգացնել այն գիծը, որը որ կօգնի դուրս գալ ճգնաժամից, դրա համար պետք է գալ 7-ի եւ աշխատել համակարգում, այսինքն լինել կոլեկտիվ ու ամենակարևորը լսել այդ
ծիվում մարդկանց ընդունել մարդկանց գաղափարները, պետք է գալ անպայման 8-ի, դրա համար այստեղ առավելություն ունեն ավելի շատ այն մարդիկ, ովքեր ծնվել են 28 թվի տակ, եւ վերջապես պետք է լինել շատ հոգեվոր, այսինքն մարդկանց պետք է հասկանալ եւ ավելի շատ խորանալ հոգեբանության մեջ, սրա համար արդեն պետք է գալ 9-ի, իսկ դրա համար հարկավոր է մարդուն պրակտիկա ու այստեղ արդեն մեզ օգնում է նումերոլոգիան, դրա համար հետևեք իմ հաղորդումներին, ես ձեզ կտամ շատ ինֆորմացիա ու գրեք մեկնաբանություններում ձեզ հուսող բոլոր այն հարցերը, որոնց մասին գուցե ես չեմ խոսացել, ես սիրով կպատասխանեմ, եթե կարիք լինի, ես անպայման կնկարեմ հաղորդում, լավ եղեք, ձեզ լավ նայեք, սիրում եմ ձեզ։